Ռուսական զինված ուժերը վաղ առավոտյան հարվածներ են հասցրել Ուկրաինայի հարավ-արևելյան ենթակառուցվածքներին։ Հարձակումների հետևանքով զոհվել է մեկ քաղաքացի, ևս 7-ը ստացել են մարմնական վնասվածքներ։ Ավիահարվածներն ու հրետակոծությունները հրդեհների պատճառ են դարձել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իր ստորաբաժանումները շարունակել են հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմական օբյեկտներին մի շարք ճակատներում՝ Սումիի, Խարկովի, Դոնեցկի, Զապորոժիեի եւ Խերսոնի շրջաններում։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներով վերջին մեկ օրվա ընթացքում արձանագրվել է 173 մարտական բախում։ Նշվում է, որ զինված ուժերը հաջողությամբ հետ են մղել ռուսական գրոհները մի շարք ռազմաճակատային ուղղություններով, այդ թվում Լիմանի, Տորեցկի եւ Պոկրովսկի շրջանում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետական այցով մեկնել է Մեծ Բրիտանիա։ Նա թագավորության վարչապետ Քիր Սթարմերի հետ քննարկել է Ուկրաինային վերաբերվող հարցեր։ Նաև նախատեսվում է, որ կողմերը կստորագրեն առնվազն 10 միլիարդ դոլարի տնտեսական գործարքներ, ներառյալ գերտեխնոլոգիական համագործակցություն, քաղաքացիական միջուկային էներգետիկայի եւ պաշտպանական ոլորտներում։ Պաշտոնյաների գնահատմամբ այցը նպատակ ունի խորացնելու դաշնակցային հարաբերությունները եւ ամրապնդելու համատեղ ծրագրերը։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան զինված ուժերը միջազգային ջրերում խոցել են հերթական նավը, որը ենթադրաբար կապ ուներ Վենեսուելայի եւ թմրանյութերի կարտելների հետ։ Սպանվել է 3 մարդ առանց թմրանյութերի առկայության ապացույցների։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն գործողությունը որակել է ագրեսիա եւ ընդգծել, որ Վաշինգտոնի հետ պաշտոնական կապերը խզված են։ Բացառությամբ նվազագույն հաղորդակցության, որը վերաբերում է վենեսուելացի քաղաքացիների վերադարձին։ Միացյալ Նահանգները հայտարարել է Կարիբյան ավազանի հարավում ռազմական ներկայության ուժեղացման մասին, թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարի պատճառաբանությամբ, մինչդեռ Կարակասը պնդում է, որ սպանվածները կապ չունեն Թրեն դե Արագուա խմբավորման հետ։ Իսրայելը հայտարարել է, որ Գազա քաղաքի գրավման գործողությունը Համասին վերջնական ջախջախելու ծրագրի մաս է, քաղաքացիներին ուղղորդելով դեպի հարավում ստեղծված մարդասիրական գոտի։ ՄԱԿ-ը եւ մի շարք երկրներ ընդգծում են, որ այս ռազմավարությունը հանգեցնում է զանգվածային հարկադիր տեղահանման, մինչդեռ Գազայում աղետալի պայմանները արդեն հատել են բոլոր հնարավոր շեմերը։ Տեղական իշխանությունների տվյալներով Իսրայելի 2 տարի տևած ռազմարշավը խլել է ավելի քան 64000 մարդու կյանք։ Մինչ Իսրայելը իրականացնում է բացահայտ էթնիկ զտումներ եւ ցեղասպանություն, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ելույթ ունենալով Մյունխենի Ռայխենբախի նորակառույց սինագոգում հայտարարել է, որ ամաչում է հրեական համայնքի դեմ աճող հակասեմիտիզմից եւ վստահեցրել, որ կպայքարի դրա բոլոր դրսեւորումների դեմ։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։